Ողջույն Յուրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստեյությանն է, մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք բանաստեղծ Հուսիկ Արային։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով։ Հուսիկ Արա վերջին շրջանում Հայաստանին ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր մշակութային կյանքում կարծես թե ամեն բան այդքան էլ հարթ չէ։ Իշխանությունները թիրախավորում են եկեղեցին, հոգևորականներին, նույնիսկ վեհափառը գրոհելու փորձ դեռևս դեկտեմբերին տեղի ունեցավ, այնտեղ հավաքվել էին վեհափառի աջակիցները, սակայն նրանց թվում չկային մտավորականության ներկայացուցիչներից որևէ մեկը։ Եթե քաղաքական հարցերին չմիջամտելու նրանց որոշումը կարելի է հասկանալ, ապա ինչու նրանք չեն խառնվում եկեղեցու գործերին, ոչ թե եկեղեցու գործերին, այլ չեն փորձում կանգնել եկեղեցու կողքին գոնե։ Ուրեմն նախ եկեք մենք ճշտենք մտավորականություն որպես այդպիսի խավ, հա, շերտ Հայաստանում երբեք չի եղել ու չեմ էլ կարծում կլինի։ Դա մեր հոգեկերտված անհատականությունից դուրս է։ Կան մտավորականներ։ Թող ինձ ներեն իմ մտավորական ընկերները, որ ասեն մտավորականություն չկա, ասենք ինչպես չգիտեմ Ռուսաստանում է, Ֆրանսիայում է։ Դա այդպես։ Իսկ մեր մտավորականների գերակշիռ մասը 90+%-ը Ես խորին հարգանք ունեմ բոլորի նկատմամբ, հատկապես իրենց արած աշխատանքի այդ 90+-ի մեջ նույնիսկ կան, ոչ թե նույնիսկ, այլ տաղանդավոր մարդիկ են, լուրջ ճանապարհ անցած, մեծ ճանապարհ անցած, արժեքներ ստեղծած, բայց միշտ եղել են լուռ ու մունջ, հնազանդվող, սպասարկող իշխանություններին, դա հավանաբար գալիս է խորհրդային միության շրջանից, այն ժամանակ էլ գերակշիռ մասը այդպիսներ, իհարկե կային ըմբոստներ, ըմբոստել չասենք, ճշմարտությունն ասողներ, անհանգստացողներ, որոնք չէին կարող չասել, ասենք Պարուր Սևակն ասում է, որը նաև ասողներից մեկն էր, ասում է, ասեմ բոցը, չասեմ խոցը, այդ խոց, որպեսզի չունենան ներսում, հա, հիմա նույնը այսօր է, և պատճառներ ունեն, գիտեք, որովհետև որոշակի պետական ֆինանսավորումներից է կախված, չգիտեմ, թատրոնն է, կինոն է, մյուսն է, անկախ չի մշակույթը Հայաստանում, կարող են գումարները կտրել, զրկել կամ փակել թատրոնը, ինչպես Գոյ թատրոնը փակեցին եւ այլն, մենք հազար դեպքեր կարող ենք օրինակներ բերել, սա է հիմնական պատճառը, բացի այն մարդիկ զգալի մասն էլ ասում է լռեմ, ծափ տամ կամ գոնե չխոսեմ, չզրկվեմ իմ երկրորդ ճաշից կամ առհասարակ ճաշից եւ այլն, ցավալի դեպք է, հատկապես այն պահերին, երբ քո երկիրն է վտանգված, հայրենիք լինել չլինելու խնդիրն է դրված, դու գրեթե կորցնում ես քո պետությունն ու պետականությունը, Արցախի հանրապետությունն է այսօր ոչնչացվել բառից բուն իմաստով, այնտեղ գոնե մեկ հայ չի ապրում եւ շարունակում է ֆիզիկական ցեղասպանությանը, հաջորդում է մշակութային ցեղասպանությունն Արցախում։ Ու այդքանից հետո լռել, չխոսել, ես չգիտեմ, չեմ ուզում ասեմ, ինչի համար է ձեր արած ստեղծածը։ Ամեն մեկը ի վերջո իր խղճի առաջ է պատասխանատու իր տեղում իր համար, ամենամեծ դատավոր իսկապես խիղճն է, ես գոնե իմ տարեքում հաճախ եմ զգացել, որ քո խիղճը եւ քո Աստվածը քո ամեն սխալի համար քեզ սպանել են ուղղակի։ Ինչպես կբնութագրեք Հայաստանի ներկայիս մշակութային կյանքը եւ ձեր կարծիքով մշակութային քաղաքականությունը որքանով է համահունչ ազգային արժեքների պահպանման եւ զարգացման պահանջներին։ Ուրեմն, եթե այսպես նայենք պետականորեն կառավարության կողմից տարվող մշակութային քաղաքականությունը բնավ չի նպաստում, ինչպես ասացիք, այս ժամանակի ազգանապաստ, այո, պահպանելու քաղաքականությանը իրենք նոր հայեցակարգ են մշակել, որ չեն ֆինանսավորելու վրեժի եւ պատերազմի կոչ արող ստեղծագործությունները, բեմադրությունները եւ այլն։ Նախ այդ գիտեք ինչ
հատկապես առումով գրող ինչ որ որոշում կայացնողը մի քիչ բանիմաց պիտի լինեն, մի քիչ կրթված պիտի լինեն, մինիմում ինտելեկտ ունենան, ես չեմ վարանում ասել։ Մեծ ցույց տվեք ինձ հայ մշակույթում վրեժի, պատերազմի, կոչարող, վրեժ բորբոքող, ատելություն բորբոքող ու սերմանող ստեղծագործություններ։ Լինի կերպարվեստ, լինի գրականություն, չկա։ Եվ որ չկա, դու ինչն ես հիմք ընդունում։ Նկատի ունեք ցեղասպանության թեմայով գրված ստեղծագործությունները, նախ ասեմ, ցեղասպանությունը հիշել ու հիշատակելը դա պատվի արժանապատվության հարց է խնդիրը։ Եթե այսօր փորձում են ուրանալ ժխտել մոռացյան, դա Ասում է Նիկոլ Փաշինյանը դեռ պիտի հասկանանք ինչ է դե։ դրանք արժանապատվությունից զուրկ մարդու արտահայտություններ են։ Ես ասում եմ, քեզ ցեղասպանել են։ Ոչ միայն չեն զղջացել, ներողություն չեն խնդրել, այլև քեզ են մեղադրում ցեղասպանության մեջ։ Ես տեսել եմ, ինչպես թուրք լրագրողը ցուցապայտը դրում է քարտեզ, սա վանն է, այստեղ թուրք հայերը կոտորել են, ցեղասպանել են թուրքերին, սա մուշն է, այն ամեն ինչ որ արել է։ Եվ չդատապարտելով, չընդունելով, ժխտելով, նրանք շարունակություն ունեցավ, եկան եւ Արցախում նույն ցեղասպանությունը Արցախը 1915 թվականի շարունակությունն է։ Սա է որ իսկ ոնց թե քեզ այդ վիճակի մեջ ընդրել ցեղասպանել են։ Որևէ կերպ չեն զղջացել։ Ու դու ծապտաս ասես մոռանում, ուրեմն դու արժանապատվությունից զուրկ ես։ Առաջին հերթին ցեղասպանության հիշելը, հիշատակելը, կարել է քո մեջ այդ ողբերգության պատասխանատվությունը, արժանապատվության խնդիր է։ Սա մեկ հիշենք։ Չկան այդպեսի, հիմա թե տանում են ուր, ինչ են ուզում ասել, բարեկամական ինչ-որ ինչ էր ստեղծել, ես չգիտեմ իրենց ֆանտազիաները, իրենց մոտեցումները, և սրա շուրջ է, և բնականաբար միշտ եղել է թայֆայություններ մշակույթում, միշտ է եղել, և այսօր էլ կա, այսօր էլ ասենք գալիս է մի սերունդ, որը արդեն քպեական մտածողությամբ է մշակույթ ուզում ստեղծել, քպեական դա մշակույթ չի դա, քպեականությունը մարդկային նողկալի արատ է, ոչ մի ողբերգություն է, ինքը առհասարակ մարդկային արատ է, հայերից էլ դուրս նայենք, եթե դուք այդ արատներով կարելով եք ուզում մշակութային արժեքներ ինչ-որ ստեղծել, դրանք չարժեքներ են, նաև ինչ-որ խմբավորումներ հավաքվել իրար, չգիտեմ, փոխանցել պասերով և այլով, սա է, ասենք մոտավորապես բոլշևիկյան ժամանակների գրականություն, այն ժամանակ էլ ստեղծում էր ոչ ցանկալի, բայց հանդուրժելի գրականություն և այսպես անհատներ կային, հիմա էլ նույնը կան, միայն երիտասարդ կամ միջին սերունդը չէ, ավագ սերունդից էլ կա, որ տուրք են տալիս, մտածելով, որ ինձ ֆինանսավորում են, ինձ ուղարկում են Եվրոպա, ինձ չգիտեմ թարգմանում են կամ ներկայացնում են դրսին, ինչ լավ է, ծապտամ, անկախ նրանից ինչ արժեքներ է ստեղծում, կարևորը որ իրենցից է, իրենց ծապտվողն է և այդպես մշակույթ են սպանում, դրա համար ես ասում անկախ պետք է լինի մշակութային արժեքները, մշակույթը, փորձեմ շատ կարճ ամփոփել, սա է այդ քաղաքականությունն է, որը ճգնաժամ է մշակույթի ասպարեզում, որը փաստորեն փորձում է ոչնչացնել իր հիմար ուղղորդումներով կամ այդ հայացքներով, մոտեցումներով։ Դա սարսափելի վիճակ է։ Այսօր, քան երբևէ Հայաստանում մշակութային առումով շատ սարսափելի վիճակ է, բայց դրան կողքին ստեղծվում են արժեքներ, ստեղծողը ստեղծում է, արժեք ստեղծողը դժոխքում էլ է ստեղծում։ Իհարկե մենք դժոխքի միջով ենք անցնում 8 տարի։ Այդ իսկապես դժոխք է։ Եվ այդ դժոխքը, այո, բերել է մեր գլխին, ԿՊ-ն իր խմբակով, իր ղեկավարով, չվարանանք ասել։ Եվ սրանք եկել հիմա թելադրում են, չգիտեմ, այսպես մշակույթ, այնպես մշակույթ, մենք ինչն ենք ֆինանսավորում, ինչն ենք խրախուսում, մենք տեսանք, որ ցանկապատ ներկայացման ժամանակ վարչապետը գնաց միջամտես, բան դու ով ես գնաց միջամտես, ընդհանրապես պետք է նայեր ու դուրս գայեր, ուղղորդես,
Դու չես ով Գեբելսն ես, ով ես, ինչ ես։ Իխոսով շատ երկար կծավալվեմ, չգիտեմ որքանով կամ ամբողջական պատասխանեցի հարցին։ Ինչ դեր պետք է ունենա մտավորականը ներկայիս հասարակական քաղաքական այս իրավիճակում։ Մտավորականը ոչ միայն այս հասարակական քաղաքական կյանքում, առհասարակ աշխարհի սկզբնավորման նորից մինչև աշխարհի վերջը, ցանկացած երկրում, տարածքում, ժողովրդի ազգության մեջ ինքը այս բառն ասում է միտք, ինքը մտքի կրողն է, միտք տվողն է, ինքը լավ, ես ստեղծագործում ուզում եմ իմ ժամանակի ընթերցողի հետ երկխոսության մեջ մտնել։ Ես չեմ ուզում իրենց սովորեցնել, բացատրել, իսեր ասո այդպեսի բեր չեմ վերցնում իմ ուսերին եւ որ իրավունքներ չունեմ, այլ երկխոսության մեջ մտնենք միմյանց հասկանանք եւ ավելի ճիշտ ապրենք։ Սա է որ մտավորականը պետք է փորձի բարձրաձայնել, խոսել, ասպարեզում լինել այդ ճիշտ ապրելու կառուցվածքը ոչ թե բերել, այլ միասին կերտեն հասարակության հետ։ Հատկապես այս ծանր բարդ քաղաքական ծանր իրավիճակում, մեկ-մեկ չթվարկեմ արդեն ինչ վիճակում է, ինքը պարտավոր է, մարդկայնորեն պարտավոր, իր ուսերին դրված է բեռ, ինքը առաքելության կոչման կրող է, այդ պատվավոր կոչման, չգիտեմ, մեկը նկարիչ է, մյուսը գրող է, մյուսը թատերական գործիչ է, ճարտարապետ է եւ այլն, ինքը այդ պատասխանատվությունը պետք է ունենա եւ իր առաքելությանը հարազատ լինի, ճիշտ կերպով տանի ու պայքարի, թույլ չտա, որպեսզի իր երկրում, իր աչքի առաջ, իր արժեքները պղծվեն, ոչնչացվեն, խեղաթյուրվեն, փորձեն արժեքներից զրկել, ասել դուք սխալ պատմություն եք ունեցել, մենք հիմա ձեզ կսովորացնենք ճիշտ ապրել, ճիշտ պատմություն գրել, դուք սխալ եք հազարամյակներով ապրել, սրանք չեն ձեր սրբությունները, նրանք են եւ այլն, սա ինչ է նշանակում, եկել ես իմ հոգեկերտվածն ես ուզում փոխել, հազարամյակներով եկող, ճիշտ է, սխալը դա իմ հոգեկերտվածքն է, սա հայի կերտվածքն է, հիմա դու ինձ ուզում ես իմ հոգեկերտվածից կտրել մեկ ուրիշ բան դարձնել, ուրիշ ինչ պիտի դառնամ բույս, ասենք չորքոտանի, թե ինչ եք ուզում անել, այդ ամբողջի դեմ պետք է մտավորականը բարձրաձայնի, եթե ունենք մտավորականություն, այդ խավը, մենք այսօր այս վիճակին չենք լինի, եթե ամեն կատաստրոֆիկ ծանր պահերին, որ կարողանում են դնել հասարակության ուսերին որպես բեռ ու այդպես նրան ծնկի բերել, այդ ժամանակ եթե կանգնեին, իր 10,000 մտավորական, այդ մտավորականությունը դնեին մանկավարժներ, չգիտեմ, գիտնականներ եւ այլն, պարտադիր չի ասենք, շատ հնչանուններ լինեին արվեստի կամ մշակույթի առում, լուրում ու չկանգնեին, որևէ իշխանություն, որևէ մեկը իշխանավոր չեր համարձակվի իր գորշ ստորին գաղափարները մարմնավորել եւ դարձնել հասարակության համար չարիք, չեն արել, չեն պայքարել, հիմա էլ չեն անում, հա, այստեղ այնտեղ կարող խոսում են պատի տակ, դժգոհ են իբր, մի խոսքով Որտեղից այդ կաշկանդվածությունը չխոսելու։ Չգիտեմ, եթե մենք նայում ենք մեր ազգի անցած ճանապարհին, միշտ այդ զիջողականությունը, այդ ամենը եղել է։ Տեսեք, ես երեկվա թարմ դեպք ասեմ, Սուրբ Աննա եկեղեցու բակում։ Մի քանի 100 մարդ կար։ Կանայք, տղամարդիկ, տարբեր տարիքի։ Այդ մարդիկ չփորձեցին փակել ոստիկանների ճանապարհը, չեմ ասում նրանց բռնության ենթարկին, օղակել եւ թույլ չտալ այդ երիտասարդներին տանեին, չարեցին։ Կանայք ասեն տղամարդիկ մի կողմ, մոտանային, իրենց, չգիտեմ, ոչի դատար ձեռքերով կանգնեին եւ ասեին, թույլ չենք տալիս, չեք տանելու։ Ու բոլոր ոստիկանները կգնային։ Բոլորը կանգնեն նայում են հարավայես ինչ եք անում ու տանում են։ Սա են, գիտեք,
Սա ինքան ողբերգական իրավիճակ է։ Որ կարող է այդպես թշնամին մտել, մորթել ու կողքից նայել են։ Այդպես անգամ կենթանիների նախիրում չի լինում։ Ջորոնդվզում են, փորձում են խառնում պոզերով գալիս խփում են, երբեմն փախցնում են առյուծին, որ մտել է, ասենք, ցլերի նախրի մեջ, մենք տես ջունգլիներում եւ այլն։ Գիտեք, այս ամենը եթե նայում ես, ինչու ես դու կորցրել անverջ։ Ինչու այդքան կորցրել ես ու ոչ մի անգամ չես գտել։ Մի անգամ փորձեցիր ազատագրել գտնել Արցախը, նել կորցրեցիր։ Կորցրեցիր ավելին Հայաստանի սահմաններից էլ 240 քառակուսի կիլոմետր իրենց ասլապաշտոնական իրենց տվյալներով կորցրել ենք այսօր։ Դեռ ինչքան պիտի կորցնենք, թրիփ ենք տալիս, չգիտեմ վաղը ինչ ենք տալու, մինչև Երևան։ Սա է ինչու։ Մեղքը մեր մեջ է, մեր հասարակության մեջ, անհատների մեջ, այդ անհատները հասարակությունից են ծնվում։ Անհատները հասարակության դրսևորումն են։ Նիկոլ Փաշինյանը հայ հասարակության ծնունդն է։ Հայ գենի ծնունդ է։ Եվ Նիկոլ Փաշինյանը նիկոլականությունը 8 տարվա պատմություն չունի։ 800 տարվա, 1800 տարվա պատմություն ունի։ Նիկոլներ միշտ եղել են, նիկոլականություն միշտ եղել է։ Ասենք ժամանակին ասում էին Մերժան Արծրունի եւ այլն, որ չփորձեն էլի արդարացնել եւ այլն, Մերժան Արծրունի պաշտական զորքը բերը կոտորում էր հայերին։ Չգիտեմ, կամ Վասակսյունի, որ էլի պատմաբանները փորձում են արդարացնել, դա ավարայի ճակատամարտի թեժ պահին էլիտար գունդը, սյունած գունդը, որ մարզպետական գունդներ, այս արքայական գունդեր համարվում, շուռը տվել հայերին է կոտորել։ Հիմա փորձում են պատմաբանները, չգիտեմ ինչ որոշները արդարացնել, գիտեք, ինչն է արդարացնում։ Այդպես շատ կան պատմության մեջ։ Ես ես վստահեցնում եմ, վաղն էլ է լինելու։ Եվ մարդիկ ես կողքից նայելով, ասենք, մի քիչ որ մակերեսային են մտածում, ասենք ինչպես Ամերիկայի առաջնորդները։ Մտածեցին, ահա, հեսա Իրանում Նիկոլին կբերենք դուրս կգա Նիկոլը, գասե ժողովուրդ դուխով ու բայց Իրանում Նիկոլ չծնվեց։ Իրանում Նիկոլ չի կարող, պարսիկը Նիկոլ չի կարող ծնել։ Թող չնեղանան մեր հայերը։ Թուրքը Նիկոլ չի ծնի։ Եթե ծնի էլ հանկարծ զգա, ինքը նրան այսպես շատ գեղեցիկ կերպով կհավաքի ու կփակի։ Բայց հայերի մեջ միշտ ծնվում են Նիկոլներ ու էլի են ծնվելու։ Մինչև վերջ կործանել համար, ես վստահ եմ հիմա չի կործանվի, բայց ապագայի համար վստահ չեմ ես։ Այսպես տականքի ճիշնի ջրի հատակը, կմռլտա, սկսի սյուները կրծել երկրի պետության ու պետականության, նորից կգա Նիկոլը ասենք կարող է Փարսադան անունով մեկ, ասենք Փարսադանը, կսկսեն վերջնական կոչացնեն։ Մինչև հայերը վերջնական իրենց պետությունը չոչացնեն, չեն հանգստանալու պետականությունը։ Չգիտեմ, իրենց բնազդով է անկախ իրենցից է, ինչու են այդպես անում։ Այ որ ոչնչացնեն, այդ ժամանակ լավ կհանգստան, տեղը կընկնեն։ Նելի սիրում են չէ աշխարհում թափառել դեզդեն բան։ Սա է այսօր տանում։ Սա ասում եմ, այնքան երկար վերլուծելով, բերելով հայի ջենը, հայի մտածողությունը, հայի թվում էր կարմիր գծեր, Արցախը կարմիր գիծ է ջան։ Թվում էր ցեղասպանությունը կարմիր գիծ է։ Ազգեր կային, որոնք այդպես էին, ասենք մեզ նայում։ Ռուսլիներ, մյուսը ֆրանսիացի ճանաչում են։ Հատեսան չէ, շորտ կարմիր գիծ չունի։ Էջմիածինն են պղծում։ Այդպեսի բան չի եղել աշխարհում։ Դուք տեսակ չէ ինչպես Վրաստանում ոնց են պատմում իրենց կաթողիկոսին մահացավ։ Եվ վրացիները մեզ չեն հարգում։ Ով կարող է հարգել, որ տեսնի, հասնում է ժողովուրդը մասնակից չի, բայց ժողովուրդը ինչպես երեք չի էլ ընդվզում այդպես, որ դուրս գա։ Հələ թող փորձի Մակրոնը։ Իրեն կաթոլիկ են, չէ՞։ Վեր գնան մեկ նախադասություն, ասենք Հռոմի պապին ավազան անունով կոչին, ինչ որ կոչանի։ Կեժան հասարակ ֆրանսիացիները փողոցում բունտ կանեն չեն թողում Մակրոնը մնա նախագահի պաշտոնում։ Մենք սա ենք, ողբերգականորեն ամբողջ դրա համար կորցրել ենք, կորցնում ենք ու կորցնելու ենք։ Գիտեք ինչ, դաժան է այդ ճշմարտությունն ասելը։ Ես որևէ կերպ վստահ չեմ հայի վրա։ Տեսնելով
իր երեկը եւ այսօրը։ Հաշվի առնելով Հայաստանի այս ներկայիս իրավիճակը, Արցախի կորուստը, Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինծառայողների ու զորքերի ներկայությունը, արվեստագետ այսօր պետք է լինի նաև քաղաքական ներողություն դիրքորոշում ունեցող մարդ։ Գիտեք ինչ, ցանկացած մարդ ունի քաղաքական դիրքորոշում, պետք է ունենա։ Ախ ես չեմ հասկանում, ինչ են ասում, հոգեվորականը իրավունք չունի հայացք ունենալու։ Լսի, երբ հոգեվորականը չի խոսում, ասում են, այ ինչի չխոսեց։ Համեկով ասեն, մարտի 1-ին չի խոսել։ Ոայ հիմա ինչ, լավ, պետք է այո մարտի 1-ին էլ խոսեր։ Ես խոսում ասում են ինչու խոսեց, չի խոսում ասում են ինչու չի խոսեց։ Դրանք մարդիկ են, այն կառույցն են եկեղեցին հոգեվորականը, որ միշտ պետք է ասեն իրենց խոսքը։ Դա չի նշանակում քաղաքականության մեջ։ Ես եթե խոսում, ես քաղաքականության մեջ չկամ ու չեմ լինելու, վստահեցնում եմ։ Երբ ասեն այ մարդ ես ընդդիմություն չեմ, ընդդիմությունը իշխանություն եմ, ես իշխանություն չեմ ուզում։ Ես իմ երկրի քաղաքացին եմ, լավ մտավորական բանաստեղծել մի կողմ։ Տեսնում եմ, անհանգստանում եմ, իմ ցավն ու մտահոգությունն եմ բարձրաձայնում։ Հանուն իմ երկրի, հանուն իմ ժողովրդի փրկության։ Ես չեմ ուզում որևէ հայի մատը փուշ մտնի։ Որևէ մեկի ինչ որ ինչ ասեմ, քիտնարունի այսպես ժողովրդի խոսք ունի ասելու։ Ես չեմ ուզում գոնե այս եղած Հայաստանը կորցնեմ։ Սա է իմ մտահոգությունը։ Հիմա ինձ ասեն կարող են դատապարտում են, թե ինչու ես ասում, մենք չցեղասպանենք, ինչու ես ասում, մենք չկոտորվենք, Հայաստանը չկորցնենք։ Դիմացին ինչ ես կարողանում հասկանալ։ Ընկեր ջան, ասում եմ, որ դու չմեռնես։ Սա է պայքարում եմ դե։ Ինքը քեզ մեղադրում է։ Առանց հասկանալու, առանց դե չէ, էլի ինչ ասում ես, ասում է եղել է, որ ասում ես։ Դեսում գիտես, Արցախի մասին չեմ խոսում, չէ։ Մենք այդպես զրույցների ժամանակ ասում, կորցրեցին, չէ, մինչև կորցնել, ասում էի կորցնելու ենք, ասում եք կորցրել ենք, որ ասում ես։ Հիմա ասում եմ Սյունիքն ենք կորցնում, այ բալա։ Եկեք հասկանանք, համախմբենք, չկորցնենք։ Անկլավ ենք դառնալու, այդ անկլավը վերանալու է։ Ոչանալու շատ կարճ ժամանակում։ Երբեք չկասկածեք Թուրքի ցեղասպան քաղաքականությանը։ Ընդհանրապես 10 հայեր մնացել Արցախում, որոնք ծառայում էին իրեն։ Ադրբեջանցին Ռուբեն Վարդանյանն դեմ դատանում ցուցմունք էին տալիս դրանցից 1-2-3-ը։ Անկամ նրանց չպահեց իրենց կոշիկները համբուրողներին Ալիևը, Ազերին։ Ինչու որտեվ նրանք այնուամենայնիվ հայ են։ Լեռքրիստոնյան էլ գուցե մի կողմ, նրանք հայ են։ Ու դուրս անեցին, վռնդեցին։ Ու չմտածեն որոշ մասը, վայ թուրքերը գան իրանց հետ լավ կապրենք։ Ոչ։ Տեսեք Արցախը, ախր հայը տեսնելով էլ չի հավատում, հայը տեսնելով էլ չի համոզվում։ Հայկը Ասատրյանն ասում է մյուս ազգերը միջդեռ վտանգից առաջ կանգնում են, հայը աղտից հետո էլ է մրափած մնում։ Մրափած ենք։ Չգիտեմ, ասում, որ Բաքվում խոսում են, գիտենք անիմաստա, մեկը ոչ տեղ է հասնում, ոչ հասկացվում է ասածը, ոչ ընկալվում է, դու էլ ես փոշման մնում, թե ինչու խոսեցիր, ինչու ասեցիր, ինչու հարցազրույց տվեցիր, բայց դեռ մի տեղ էլ ասում ես հնարավոր է մի մազաչափ օգուտ տամ, սա է իմ ձեռքից, այսքանն է գալիս, գուցե կարողանամ օգտակար լինել լիարժեքորեն, սա է։ Ամիսներ առաջ իրեն մտավորական համարող տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը հանրային հեռուստաընկերության եթերում խոսելով Միքայել Սրբազանի մասին առաջարկել է ճիպոտահարումը որպես պատժամիջոց ներդնել ու Սրբազանի հանդեպ այն կիրառել։ Որքանով է սա մշակութային գործչին հարիր հայտարարություն եւ առաջարկ եւ ինչու մեր մտավորականությունն այսքան դեգրադացվեց ի վերջո։ Ես մտավորականության մասին խոսացի, Ռուբեն Բաբայանի մասին դե գիրն էլի տանք այդ հարցը։ Ես շատ հարգում եմ իր ինտելեկտը, իր ստեղծագործական այն ընթացք արժեքները, որ ստեղծել է։ Չգիտեմ ինչու է հայտարարություն արել հարիր է թե հարիր չէ։ Ձեր գնահատմամբ Ռուբեն Բաբյանին տալ տվեք այդ հարցը։
Նմանատիպ հայտարարությունները արդյոք չեն փաստում, որ մշակույթի ոլորտը բավարար չափով անկախ չէ քաղաքական ազդեցություններից, չնայած որ ելի եմ կրկնում մտավորականության մի մասը ներկայացնում է իբր չի ցանկանում քաղաքական ինչպես պրոցեսների խառնվել, միջամտել։ Գիտեք ինչ, հենց դա է մենք մեր զրույցից սկզբում ասացինք, որ անկախ չի եւ իր վրա կարող են ազդել, իրեն թելադրել, բայց շատերն էլ ուզում են թելադրվել։ Գնում ասում են, որպեսզի լավ լինի իրենց համար, այնպես չի, որ առաջարկում են, ասում ենք, բեռ են դրել վզին, չէ, իրենք խոնարհաբար որոշներն էլ կան այդ բեռը վերցնում են եւ ցավն այն է, որ պետք է մշակութը գործիչը ազատ լինել, բայց աշխարհում գրեթե ազատ չկա, էլի։ Դասեն Գերմանիայի պես երկրում, եթե սիմֆոնիկ խմբերին կամ օպերային բան չֆինանսավորեն, նրանք չեն կարող գոյատևել։ Նույնը մեզ մոտ է, որտեղ դրանք բալետը եւ այլն փոքր խմբեր են եւ այդպես ասենք հիմա օրինակ եթե որևէ մեկը ասենք Սպիտակցի Հայկոյի մասին մի վատ բան է, բում կառաջանա, էլ ասեն վայ Հայկոն չի երգելու։ Իսկ եթե ասեն որևէ օպերային երգիչ չի երգելու, որևէ մեկի պետք չի։ Դա շեն ճանաչի։ Հա, դա էլ է բնականոն այդ հասարակության այդ զանգվածը դա է լսում դրա տակ է հարսանիք անում բարում սա է այդպես պետք է ուղղակի նայել դիտարկել որ այո Սպիտակցի Հայկոն կարող է ինքը երգել լավ փող ունենալ բայց օպերային երգիչը չի կարող իրանով ասենք գումար կամ եւ այլն վաստակել նրան պետք է ֆինանսավորի պետությունը եւ այլն որոշակի կամ այնպեսի բաներ մշակեն մոտեցումներ որ այլ աղբյուրներից հնարավորինս անկախ լինի մշակույթի հաղթանակը մշակույթի գործչի մշակույթի մարդու հաղթանակը նրա անկախության մեջ է եթե ինքը որոշակի կախվածություն ունի գուցե հիմա մեկն ասի գիտես ինչ տակ տեղից է ձայնդ գալիս որովհետեւ ասենք կոնկրետ թատրոնի գարստական ղեկավար չես որ վստահ լինելով եթե իմանաս խոսում ես սրած դեմ սրանք նախկիններ լիներ բայց նախկինում ավելի հանդուրժող էին որովհետեւ կային այդպես չէին բանանում փակում կամ առանձնացնում ինչպես հիմա բայց հիմա ժողովրդավարություն է բոլոր առումով մեր երկրում ժողովրդավարություն ասում են ժողովրդավարական երկրում ասենք սրբազան 4 սրբազան են կալանով ինչի համար հերո չգնանք Սամվել Կարապետյանն ինչու են ձերբակալել ինչու կալանավորեցին ասած մեր ձևով կմասնակցենք չասած կմիջամտենք տեսեք միջամտել բառը ագրեսիա ունի որոշակի իր մեջ կմասնակցենք ինչ ասել այդ մարդը ինչու կամ մյուսին այսինքն ով իրենից վտանգ է ներկայացնում ում խոսքը կամ ասելիքը նրան այսպես հավաքում փակում են ինչու է երեք տարել երիտասարդներին կամ ինչի համար եկել ես ժողովրդավարական երկիրը չգիտեմ գուցե ասլա դու տհաճ ես այստեղ գնա որովհետև դու արշավում ես եկեղեցու դեմ իրավունք ունի չէ իր խոսքն ասելու իրավունք ունի բարձրաձայնելու եւ այլն ասում է ունես դենալ օգտվել է խոսքի իրավունքի խոսքի ազատության իրավունքից սեփական իրավունքից ինչու որ մեկն ասեմ ոնց կարող է այստեղ ժողովրդավարություն լինել ոնց կարող է մի երկրում որ այդքան ոստիկանական չգիտեմ խմբեր կան ցանկացած մեկին ցուցարար լինի եւ այլն բոլորին հավաքել տանել ու հանկարծ դա կոչվում է խոսքի համար կալանավորել ժողովրդավարություն ոնց որն էլ ես չեմ հասկանում գուցե մեկ այլ բան է ժողովրդավարությունը որը ես դեռ չեմ ընկալում բայց կարդալով հասկանալով ինչ բան է ժողովրդավարությունը ինչպես ասում են սևով գրված է սպիտակին նայում եմ Հայաստանում չկա ժողովրդավարություն սա մեկ մարդու կողմից կառավարվող ուղղորդվող ինչ ուզեմ կանեմ ոնց ուզեմ կանեմ
սկզբունքն է կծեփեմ պատերին, կփռեմ ասֆալտին, կգնամ միանձնյա Արցախը կճանաչեմ Ադրբեջանի կազմում, դու ով ես որ Արցախը ճանաչես Ադրբեջանի կազմում։ Արցախայությունն է որոշողը։ Կասեմ Արցախայություն մի վերադարձեք, դու ով ես նրանց փոխարեն որոշես վերադառնում են թե ոչ։ Կամ սա էսպես կանեմ, ես ոնց ասեմ, անց կլինի, ես ինչ ուզեմ ասեմ, անց կլինի։ Հիմա էլ Արցախ բառից եմ վրթովում։ Արցախ բառից ասում ինչու եք Արցախ Պաշտոնապես արգելված է ասել, հիշատակել Արցախ տեղանունը։ Ինչու՞, հա, դե Ադրբեջանը իհարկե դուր չի գա, որովհետև Արցախը մեծ հայկետ 10-րդ նահանգն է։ Հիմա ասում ես Ղարաբաղ, ադրբեջանական, չգիտեմ ինչ, Ամարասն է Հեյդար Ալիևի պապը սարքել, թե Տիգրանակերտն է սարքել, Տիգրան Մեծի 4 քաղաքներից մեկը Արցախում է։ Դա պաշտպանական նպատակով քռի է, թե Գանձասարը, թե Դադիվանքը, որ մեկը ոնց է դա ադրբեջանական հող, դա ոնց է Ադրբեջան, բնիկ հայկական հող է, հայկական նահանգ է Արցախը, եւ այլն, դուք ով եք։ Նիկոլ Փաշինյանը վերջերս նաև խոստովանեց, որ իր ցուցումով է Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը ազատման դիմում գրել, ինչը թե համարձակվել է, այսպես ասած, ԱՄՆ փոխնախագահ Վենսին Արցախի պատմության մասին գիրք նվիրել։ Որքանով է սա բարոյական երկրի ղեկավարի որպես արարք։ Մի մարդ, ով Ստեփանակերտում բղավում էր Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ես քիչ առաջ ասի, երկրի ղեկավարը պետք է մեր ժողովուրդը նաև հասկանա, որոշ զարգացում փորձ կրթական համակարգ պիտի անցնի, որոշ ինստիտուտներում, կառույցներում նրանց պատրաստում են։ Նիկոլ Փաշինյանը խմբակը դրանից շատ հեռու են։ Իրենք փողոցում միտինգ արած, փողոցից իշխանության եկածներ են, հեղափոխականներ, այսպես ասած։ Ես հեղափոխությունը կոչվում է ամեն ինչ գլխի վրա շուրջ տալ։ Ունե իր Արցախ չունես։ Ասում էր Արարատը իմ լեռն է, իմ սրբազան լեռն է, հիմա չպիտի ասես եւ այլն։ Սա է որ ինքը չի գիտակցում իր քայլերը, որ պետության ղեկավարը չպետք է այդպես լինի, որ Ալեն Սիմոնյան Եթե անգամ քեզ փողոցում հայում են, դու իրավունք չունես հայոյանքով պատասխանում։ Մեկ գրում են, իրեն հայել են, դու պետության երկրորդ դեմք ես։ Քո երեսին կարող են թեքել փողոցում, բայց դու իրավունք չունես թեքել։ Բայց ճիշտ հակառակն է եղել։ Բռնեք թևերը թեքեմ երեսին։ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, տղա դու հայոց պետականության վրա ես թեքել։ Չեն հասկանում այդ մարդիկ։ Դա հերույ են։ Ասենք ժողովուրդը խոսք ունես, մե խոզից տուրնիկ խաղացող դուրս չի գա, այնպես էլ սրանցից սա է, իսկ Արցախը 1918 թվականի շարունակությունն է, Ցեղասպանությունը շարունակվեց, այնտեղ կա առաջի պատերազմի Սումգայիթի եւ այլնի զոհերի հուշարձաններ եւ այլն Արցախյան ազատամարտ եւ պետք է նվիրեր եւ ինքն է որոշողը Ցեղասպանության տուն թանգարան ինստիտուտի թանգարան ինստիտուտի տնօրենը ում ինչ նվիրի Նիկոլ Փաշինյան դու ես որոշողը 2019-ն էլ ինքն էր Վլադիմիր Պուտինին խաղաղություն Ղարաբաղին աշխատությունը նվիրել հա հիմա դա դուր չի գալիս Ադրբեջանին Ալիևին դուր չի գալիս Փաշազադեին հայ առաքելական եկեղեցին Ալիևին նրան հիմա ով է զանգում ինչ ցուցումներ են տալիս նա անմիջապես իրականացնում է որ Իլհամ Ապերը չղայնացել է չգիտեմ Փաշազադե քերին բարկանում է լավ հետո ժողովուրդ հետո այդպես հա մի փոքրիկ ձակել տա Այս Ժորժան չարի վերջը գոնե հասկանայինք էլի դպրոցում անցել եք։ Գոնե հասկանայինք այ եկծոառակը որ այծերը գայլերին նամակ են գրում։ Սա է այս մարդը որ հասկանում եք մի տեղ է որտեղ ինքը չպետք է լիներ, որից հեռու պետք է լիներ։ Ես իր անձի նկատմամբ որևէ բան չունեմ։ Ոչ չարություն, ոչ թշնամանք։ Իմ մեջ ընդհանրապես չկա չարություն, թշնամանք, կատալություն հատկապես։
Ես ուղղակի ասում եմ, տղա, դու եկել քո հետևից բերել ես մալ ավեր։ Ամայություն ինչպես Արցախում է։ Մի քիչ սիրի ես երկիրը, մի քիչ սիրի ես ժողովրդին գնա։ Մի մնա այնքան, որ ամբողջովին դառնա Արցախը, Հայաստանը Արցախ երկուս։ Դու որևէ քայլ, որևէ բան չես արել դեռ, որ լինի պաշտոնյային լավ պետության ղեկավարին չեմ ասում, բնորոշ։ Գնում ես Եվրոպաներում դնում խնձոր ես կրծում աշխարհի տեսախցիկների աչքի առաջ։ Ասում են դե մեղավոր չէ, որ կտրած չեն տալիս գագաթար։ Բայց մենակ դու ես կրծում, չէ՞ չկրծեիր։ Այստեղ խնձոր լիքը կար, գայր այստեղ կրծեիր։ Ախ չի կարելի, չէ՞ նայում են Հայաստանի վարչապետն է, հանուստը խնձոր է կրծում։ Ախր որ մեկն ասեմ։ Չէ, այս երկրում կան մարդիկ, չէ՞ որ ամաչում են։ Կան մարդիկ, որ ցավ են զգում։ Ինքն ասում է շատերն այդպես են, շատերն ասում են համենք էլ ենք այդպես։ Դու այդպես ես, բայց դու չես կարող երկրի ղեկավար լինել, ինչպես Նիկոլը։ Դու քեզանից բարձր պետք է ընտրես։ Լինի մարդ, որ կարող է ղեկավարել։ Տպավորություն չստեղծի, որ ես կարող եմ։ Ես էլ չեմ կարող։ Իմ գործը ուրիշ է, գրելն է ստեղ։ Ես անգամ գյուղապետ չեմ կարող աշխատել։ Անկեղծորեն ասեմ, բայց դա ինձ իրավունք թույլ չպետք է կապանք դնի, որ մի դատիր, մի քննադատիր, իհարկե չեմ դատում, ասում եմ մի դատիր, որ չդատվես, բայց սա է իրավիճակը, այ ժողովուրդ ջան, խորհրդային միության ժամանակ շատ կարճ ասեմ, ես երեխայի հիշում եի, մարդիկ իրենց ընտրում էին կամ ուզում էին տեսնել իրենց ղեկավար իրենցից բարձրին, բանիմացին, կրթվածին, կամ հիմա եկել է ասում է 3 միլիոն վարչապետ, մեզանից մեկը մեր նման է։ Քո նմանը դու չես կարող, ասում եմ ես էլ կարող եմ, 3 միլիոն վարչապետ։ Ու այս ժողովրդի մեծ մասին, որ հիմա փողոցում առաջարկես, հենց հիմա հնարավորություն կա գվազես վարչապետ թաթորին կնստես, առանց մեկ վարքյան երկմտելու կվազի կնստի թաթորին։ Հարցասկան իր տեղն է, իր տեղը չէ։ Հիմա ԿՊ ջան, քո տեղը չի։ Ոչ խորհրդարանը, շատ պատգամավորներ, ոչ կառավարությունը, ոչ չգիտեմ, նախագահականն ու վարչապետականը։ Ձեր տեղը չի։ Եկեք ընդունեք, որ նախկինում ձեր տեղում եք, լավն էիք, կամ չգիտեմ, իսկ դուք ձեր տեղում չլինելով, բան չեմ ասում, նայեք ինչերի առաջ եք մեզ կանգնեցրել։ Հիմա խափում ես ինձ ասում ես, մենք անկախություն ենք կերտում, ես էլ գիտեմ 91-ի սեպտեմբերի 21-ին ենք մենք հանրաքվեով անկախացել, չէ պարզում է չենք անկախացել։ Դա ասում ես հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է։ Դա ծննդյան վկայականն է Հայաստանի 3-րդ հանրապետության։ Դա մեկ։ Երկրորդ դու ասում ես մենք գիտակցաբար գնացինք զոհաբերության։ Մի 4-5 օր առաջ, որպեսզի անկախություն ձեռք բերենք, ինչ անհետեթ ինչ-որ բան։ Խաղաղություն, ես խաղաղություն եմ կերտում։ Դու 3-4 պատերազմ ես բերել, մեծ պատերազմի մասին է խոսքը մանր-մունր։ Դու ո՞նց ես խաղաղություն կերտում։ Դու այդ ընթացքով, այս պահվածքով ոչ միայն չես կարող խաղաղություն բերել, այլ եղածը նոր պատերազմի ես տանելու։ Սա խաղաղություն չէ։ Սա ամբողջ քո գործունեությունը, անունը եւ ժամանակը ղեկավար կապվում է ավերի, մահի եւ այլնի հետ։ Դու ինքդ ասում ես, որ ես զոհաբերել ենք մենք գիտակցաբար մի ամբողջ սերունդ եւ հաշվանդամ ենք սարքել։ Գիտակցաբար Արցախն ենք կորցրել, կործանել։ Գիտակցաբար այս ամենն ենք արել, որ ինչ 18 թվականին ասում էր կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը չունենա վարչապետ, հիմա ասում է կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը կործանվի։
Այսինքն պատերազմ կլինի ոչ չանակ։ Ասեք չի կարելի, ախր սա չգիտեմ որտեղի խոսակցություն է էլի։ Պատի հետևի ռազմոր կարողների խոսակցություն է։ Ախր էլի եմ ասում, այս երկրում շատ մեծ թվով նորմալ մարդիկ են ապրում։ Շատ-շատերն ուղղակի չեն գտնում իրենց տեղ այդ ամենը, լսելով, տեսնելով։ Մարդկանց ահաբեկելով, վախացնելով, եկածդ օրից ահաբեկում ու վախացնում ես։ Ու այդ ահաբեկումն ու վախը իրականություն ես դարձնում։ Հիմա այնպես է դարձել, Ալիևն ինչ ասում է, հաջորդ օրն իրականություն է դարձնում։ Ում շնորհիվ, քո շնորհիվ։ Ալիևին դու լավ ակլոր սարքեցիր, Նիկոլ ջան, այդ մի բանն արեցիր։ Երբ 2000 ԱԹՍ-ի եկավ Նախիջևանի վրա, Ալիևս էլ ծուրուղու չէ կանչել։ Այդ Նիկոլի սարկած ակլորն էր։ Զորք եմ տանում կռվել եւ այլն։ Հետո հավանաբար Էրդողանը զանգեց, ասաց այդ տղա, թևս վրայից վերցեմ, քամին քեզ կտանի։ Նույնը Պուտինն ասաց, ոչինչ չի մնա, ձեզանից փոշի չի մնա։ Հաջորդ օրը հումանիտար օգնություն ուղարկեց։ Այսինքն դու դրան դարձել ես բրոնզ թափ տվող, այնքան էլ պրիմիտիվ պարզունակ այդ Իլխամիկը անդադ, չգիտեմ, գնում էր Արցախում հայկական տարեր գտնում կանգնում էր վրան։ Դրան դու ես այդպես սարքի։ Այսինքն քո հաշվին է ու դուրս եկալ հայ ժողովրդի ու Հայաստանի հաշվին։ Այդ տխմարը դարել է, չգիտեմ, զորավար, գործիչ եւ այլն, որ ասում են թուրքական աշխարհում դու անհնարին է դարձեցիր։ Հնարավոր Հակոբ Ֆիդաններ ասում, որ մտնորով չեր անցնում, ոչ չէր պատասխանում Արցախն այդ օրին կընկներ։ Այս հիշեցնեմ տարան սկուտեղ նվիրեց եւ այլն Ալիևին, որ դու անհնարին է դարձրեցիր հնարավոր։ Դա աներևակայելի էր։ Երևակայությունից դուրս էր ինչ որ այստեղ կար։ Դա ում շնորհիվ ով թույլ տվեց։ Խրբ չի կարելի էլի այդքան պատմական ճանապարհ անցնելով։ Լավ 88-ից հետո այդպես ու գալ այդտեղ այդ վիճակին ընկնել այդ վիճակի մեջ ու արժանանալ դրան, չէ էլի։ Այդպես չի պետք է լիներ, այդպես չի կարելի։ Չի կարելի մի ամբողջ ժողովրդի այդ վիճակին, այդ նվաստացման եւ այլն հասցնել, անդադ խաբել, վախացնել։ Դե ժողովրդը ասում ենք չի բոստանում նաեւ, չի փորձում, այդ վախի մտնոլորտում է պայել։ Տարան արյան մեջ խեղտեցին, այդքան զոհեր եւ այլն, ու ամեն օր սպառում է նորից խեղտեմ արյան մեջ։ Մի տեղ չես կարողանում ժողովրդին մեղադրել։ Մարդիկ են, սովորական հասարակ մարդիկ են, ուզում են խաղաղ նորմալ կյանք, նորմալ, հա։ Բայց այդ այնպես չէ որ ժողովուրդը Արցախից ու արցախայությունից է հրաժարվում կամ իր արժեքներից է հրաժարվում, սրբություններից, հազարամյակներով իր հոգեկերտվածքը դարձած այդ արժեքներից կամ իր եկեղեցուց եւ այլնից եւ այլ, չէ։ Դե հեշտ է էլի լլկել, անդադ լլկել պահել վախի մեջ նույնը երեխային անդադ ինչ-որ բռնության ենթարկել տանը լլկած վիճակում պահել։ Այ իրենց արածը մեր ժողովրդի նկատմամբ սա է։ Ինչ պիտի անի հայ ժողովուրդը այս վիճակից դուրս գալու համար։ Ուղղակի մերժի եւ ճանապարհի սրանց։ Հակառակ դեպքում մենք շատ կարճ ժամանակում 6 ամիս, մի տարի այստեղ բան չլինելու։ Չեն թողելու, անգամ հայ չեն թողելու, ասացի քիչ առաջ։ Շատ կատաստրոֆիկ ու սրընթաց կերպով գնում ենք մենք անկման։ Այս փաթեթավորված խաղաղություն եւ այլն։ Դու հիմա պատերազմը սպառնում, դու ասում ես ես անշրջելի խաղաղություն եմ բերել։ Տղա ջան, որ անշրջելի խաղաղություն ես բերել, ո՞նց ես ասում սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Չէ՞ որ հիմա լավ ո՞նց հասկանանք որ մեկն է ճիշտ, քո բերած անշրջելի խաղաղությունը, թե սեպտեմբերին սպասվող պատերազմը։ Չգիտեմ, էլի ախր ուղղակի մենք պետք է կանգնենք մի հատ ստապ վիճակում սրանց ճանապարհենք։ Հակառակ դեպքում ինքն է մեզ ճանապարհելու։ Կամ է Ջրբաժանը, վաբանկ է, ինքը գնում է վաբանկ։
մենք էլ պետք է գնանք, ժողովուրդն էլ պետք է գնա վաբանկ, հանուն արդեն իր ֆիզիկական փրկության, իր տան փրկության, իր ընտանիքի փրկության։ Սա է, որ մենք պետք է կարողանանք գիտակցել։ Ես այնուամենայնիվ ասում եմ, վստահ եմ մի բանում, որ հազարամյակներով եկել ենք աշխարհի հնագույն կավե քարտեզերը 3 պետություններ։ Անգլիացիները վերջնական կարդացին այդ կավե քարտեզը։ Ասորստան, Բաբելոն, Ուրարտու, ասած Փարեղ, Սպիտակ մորուքով Լոնդոնում գիտնական աշխարհարչակ։ Ասած այո, միակ պետությունը, որ Ուրարտուն Հայաստանը այսօր մնացել է։ Այդքան դիմանալով, կորցնելով, գտնելով եւ այլն, ես չեմ կարծում, որ վերջնական ոչ ասում կգնանք մոտ ամիսներին։ Այլ հա, միշտ ծանր կորուստներից հետո նորից կանգուն կմնանք։ Դեռ ժամանակը չի, գուցե չլինի այլ, որովհետեւ այո, շատ ծանր, սկզբում չեն գիտակցում բան, վերջում, որովհետեւ շատերն են հասկանում, այսպես օրս գնում։ Շնորհակալ եմ։ Կախվել ենք անդունդի վրա, կախվել ենք եւ հավասարակշռությունն արդեն կորցնում ենք եւ պիտի ընկնենք։ Ես եմ շնորհակալ հրավերի։ Շնորհակալ եմ անչափ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր բանաստեղծ Հուսիկ Արան։ Կհանդիպենք։